Առաջարկում ենք միավորել 9 համայնք 80 բնակավայրով եւ ձևավորել խոշորացված 3 համայնքներ 3 մարզերում։ Այդ մասին կառավարության նիստին ասաց ՏԿ նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։ 3 խոշորացված համայնքներն են Ստեփանավան համայնքը Լոռու մարզում, որը ներառում է ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքները, ընդհանուր 20 բնակավայր, Գորիս համայնքը Սյունիքի մարզում, որը ներառում է ներկայիս Գորիս, Տաթև եւ Տեղ համայնքները, ընդհանուր 28 բնակավայր, եւ Եղեգնաձոր համայնքը Վայոց ձորի մարզում, որը ներառում է Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները, ընդհանուր 32 բնակավայր։ Փոփոխությունն իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության համայնքների ընդհանուր թիվը 70-ի փոխարեն կդառնա 64, ասաց նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Չկա գեթ մեկ դեպք, երբ համայնքը խոշորացված լինի, բայց հետո մտածեն, որ պետք չէր նման բան անել։ Ըստ վարչապետի, բոլոր դեպքերում էլ տեսանելի է շատ կոնկրետ ազդեցություն համայնքի, բնակավայրերի կյանքի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա»։ Կառավարությունը մարտի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ հայտերի ներկայացման հրավերի երկրորդ փուլ դրամաշնորհային համաձայնագրին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի նպատակն է միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ։ Այրումում տեղակայվող 500, 400, 220 կիլովատ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով։ Վրացական կողմից միացումը կլինի Մարնեուլի ենթակայանից 500 կիլովատ օդային գծի միջոցով։ Հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400-220 կիլովատ ենթակայանից 400 կիլովատ օդային գծի միջոցով։ Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 մեգավատից առաջին փուլում հասցնել 350 մեգավատի, հետագայում ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից հասցնել մինչև 1050 մեգավատի։ Ծրագրի իրականացման համար կնքված վարկային եւ դրամաշնորհային միջոցների ընդհանուր առկա բյուջեն առանց հարկերի կազմում է 188.75 միլիոն եվրո։ Մինչդեռ 2024 թվականի նոյեմբերին խորհրդատուի կողմից ներկայացված ծրագրի իրականացման համար թարմացված նախահաշվային արժեքը կազմում է 542.75 միլիոն եվրո։ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով լրացուցիչ վարձատրության նպատակով հատկացվող միջոցները կկազմեն մոտ 4.6 միլիարդ դրամ։ Այս մասին կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը եւ վստահեցրեց, որ երկրորդ կիսամյակում դրամական խրախուսում տալու համար հաշվի կառնվի, թե առաջին կիսամյակում այդ գումարները ստացող պետական պաշտոնյաներն ինչպես են այն օգտագործել իրենց կրթության նպատակով։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ինչքան էլ ծանր քննադատության են ենթարկվում լրացուցիչ վարձատրության համար, բայց պետականության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն քայլ են անում, որը տեղավորվում է պետության հարատևության իրենց օրակարգի մեջ։